Օդային նոր ուղղություններ Հայաստանից ու դեպի Հայաստան։ Օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացման ուղղված պետական աջակցության ծրագիրն արդեն այսօր ակնհայտ արդյունքներ ունի։ Միջազգային ավիաընկերություններից մեկը բազավորվեց մեր երկրում։ Գյումրու-Շիրակ միջազգային օդանավակայանից առաջին անգամ մեկնարկեցին կանոնավոր ճվերտներ դեպի ԵՄ անդամ երկիր Կիպրոսի Լառնակա քաղաք, իսկ Զվարթնոցից դեպի Եվրոպա նոր 8 ուղղություն ավելացավ։ Ծրագրի նպատակն է մի կողմից աշխարհին հասանելի դարձնել Հայաստանը, մյուս կողմից Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացիներին դարձնել աշխարհը հասանելի։ Հասանելիության այս ձգտումով կառավարությունը ապրիլին ստանձնեց հանձնառություն աջակցել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններով ճվերտներ կապահովեն Հայաստանից ու դեպի Հայաստան։ Այն ավիափոխադրողը, որը կանոնավոր ճվերտներ կիրականացնի դեպի Զվարթնոց օդանավակայան, պետությունից կստանա յուրաքանչյուր ուղևորի համար 20,000 դրամ, իսկ Շիրակ օդանավակայանի դեպքում 15,000 դրամ։ Ծրագրի շահառու դառնալու համար ավիաընկերությունը պետք է առնվազն 1 նոր ուղղությամբ ճվերտներ իրականացնի Շիրակ օդանավակայանից եւ բազավորված լինի Հայաստանում։ Աջակցության ծրագիրը հնարավորություն կտա նոր ուղղություններով ուղևորությունները, ինչպես նաև խթանել այդ թվում զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետություն, ինչը նաև Հայաստանը ավելի ճանաչելի կդարձնի եւ ավելի տրանսպորտային առումով եւ լոգիստիկայի առումով ավելի հարմար վայր իրենց հանգիստը անցկացնելու կամ Հայաստանի միջոցով երրորդ երկրներ չվերթեր իրականացնելու համար։ Օտարերկրյա ավիաընկերությունների բազավորումը առանցքային նշանակություն ունի, էկոնոմիկայի նախարարն է ընդգծում։ Պապոյանի խոսքով այն վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության մասին։ Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է ասում, որ Հայաստանում ներդրումային միջավայրը լավ է եւ հաստատված խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր ներդրումներ են բերել ու կբերեն, այլ նշանակում է, որ միջազգային ընկերությունները իրենք են իրենց հետազոտություններով դրան եկել եւ իրենք են հավատում Հայաստանին ու Հայաստանի ապագային, որը փաստացի արդեն եկել է։ Բազավորման արդյունքում ավիաընկերությունը Հայաստանում կունենա մասնաճյուղ գրանցված աշխատակիցներով։ Սա նաև լրացուցիչ աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում։ Այս պայծրությամբ այն ավիաընկերությունը, որ դիմել է ծրագրին, 40-ից մոտ 50 այդ ֆիլիալում գրանցված աշխատակիցներ է նախատեսում կամ արդեն իսկ գրանցված են այդ չվերթերը սպասարկելու համար։ Միաժամանակ բազավորված ավիաընկերությունները կարող են իրենց որոշակի տեխնիկական սպասարկումները իրականացնել այստեղ Հայաստանի Հանրապետությունում, որը նույնպես խթան է։ Զբոսաշրջության զարգացման կարևոր գործոններից մեկը փոխադրամիջոցների հասանելիությունն է, տեղական զբոսաշրջային ընկերությունից են հավաստում։ Զբոսաշրջիկը առաջինը թիրախավորում եւ ցանկանում է մեկնել այն երկիր, որտեղ կան ուղիղ թռիչքներ, որը ավելի հեշտ է կազմակերպվում, դյուրին է, հոգնեցուցիչ չէ, որ ամենակարևորն է, որովհետև շատ դեպքերում զբոսաշրջիկները 1-2 կանգառ կատարելուց հետո արդեն մեկնում են հանգստավայր, արդեն ավելի հոգնած վիճակում։ Դրա համար մարդիկ ցանկանում են քաղաքացիները մեկնել այն երկրներ, որտեղ կան ուղիղ թռիչքներ։ Իսկ այժմ մենք ունենք բավականին շատ եվրոպական երկրներ, որտեղ իրականացվում են ուղիղ թռիչքներ։ Գյումրուց Լառնակա առաջին չվերթի ուղևորները մոտ 100-ն են եղել, երկրորդին նրանց թիվը կրկնապատկվել է։ Հուսանք, որ ուղևորը հոսքը աճելու է եւ ավիաընկերությունները, որոնք չվերթեր են իրականացնում հիմնականում Զվարթնոց օդանավակայան, նաեւ կընդլայնեն իրենց գործունեությունը եւ Գյումրի օդանավակայանում նույնպես նոր չվերթեր, նոր ուղղություններից կունենանք։ Զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը փաստում է, օրերս մեկնարկած Գյումրուց դեպի Կիպրոս չվերթները մեծ պահանջարկ ունեն։ Մանավանդ շատ մատչելի է այս պահին, եթե հիմա մենք փորձենք գտնել դեկտեմբեր ամսվա թռիչքներ, նույնիսկ 17 եվրոին համարժեք դրամով կան դեպի Լառնակա ուղղություններ, որը նույնիսկ Հայաստանում մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխվելն է ավելի թանկ, քան այստեղից Լառնակա ժամ ու կես թռիչքը, որը բերելու է բնականաբար միանշանակ զբոսաշրջիկների պահանջարկի մեծացման։ Գևորգյանի դիտարկման պոտենցիալն ավելի մեծ է։ Օրինակ դեպի Հայաստան պահանջարկ կա նաև Պարսից ծոցի եւ արաբական երկրներից։ Զբոսաշրջային ընկերության ղեկավարի համոզմամբ, եթե լինեն ուղիղ չվերթներ, ուղևորահոսքը երաշխավորված կլինի։ Ներգնայի համար մենք նրանց համար շատ պահանջված ուղղություն ունենք։ Ունենք բնություն, ունենք պատմություն, տեսարժան վայրեր, որը նրանց շատ է հետաքրքրում
Եվ հիմա մեր կողմից եւս կազմակերպվում են որոշակի այսպես ասած PR արշավներ տվյալ երկրներում, որպեսզի կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունենք, բայց դրան մեծ նպաստ կբերի, եթե ունենանք նաեւ ուղիղ թռիչքներ։ Զբոսաշրջային հոսքերի առումով այս տարվա մայիսից օգոստոսը էկոնոմիկայի նախարարը պատմական ռեկորդային է որակում։ Նշում, միայն օգոստոսին մեր երկիր է այցելել ավելի քան 334,000 անձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է մոտ 33,000-ով։ Զբոսաշրջության մեջ շատ են համեմատում թվերը մինչև COVID-ը։ Եվ աշխարհի երկրների մի զգալի մասը դեռ չի հասել հետ COVID-ային թվերին։ Այնինչ մենք արդեն 2015 թվականի համեմատ այս տարի արդեն 16%-ով ավել զբոսաշրջիկ ունենք եւ մտածում ենք, որ տարեվերջի դեպությամբ 20 եւ ավել տոկոս կունենանք։ Ներքին զբոսաշրջության զարգացումը կարևոր է նաև տնտեսության խթանման առումով։ 4-ից 5 օրում ըստ որոշ հետազոտությունների մեկ զբոսաշրջիկը մեր երկրում ծախսում է ավելի քան $880։ Թվերից անդին, ինչ է ներկայացնում իրենից զբոսաշրջիկի այցը առաջին հերթին տնտեսության համար։ Դա օդանավակայանում հարկ էր։ Դա տաքսի ծառայությունների զբաղվածություն, հետևաբար հարկ էր, իսկ դա հյուրանոցային ծառայություններ, ապարտ հոթելների ծառայություններ, բնակարանների վարձակալություն, հետևաբար հարկ էր սոցիալ-տնտեսական կյանքի բարելավում։ Արդեն 5 տարի է Հայաստանը ԵՄ ավիացիոն սև ցուցակում է։ Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ սև ցուցակից դուրս գալու ուղղությամբ լուրջ քայլեր են արվել։ Անցած տարի մեր ավիացիոն իշխանությունների կողմից այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին, այդ թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան զեկույց դեկտեմբերին ներկայացվել է ԵՄ գործընկերներին, որից հետո համապատասխան դիտողություններ են եղել, այդ դիտողությունների նույնպես մինչև տարվա կես, այս տարվա կես պատասխանները ուղարկվել են, որի արդյունքով սեպտեմբերի 1-ից 5-ը աուդիտ է իրականացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում եւ մեր ավիաընկերություններում։ Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում, այդ արդյունքներից պարզ կլինի Հայաստանը լքում է սև ցուցակը, թե ոչ, ինչ կտա սև ցուցակից դուրս գալը մեր երկրին, փոխնախարարն է բարձրաբանում։ Դա հնարավորություն կտա հայկական գրանցման օդանավերով չվերթեր իրականացնել դեպի Եվրամիության երկրներ եւ հակառակ ուղղությամբ եւ լիովին օգտվել ՀՀ եւ ԵՄ միջև կնքված ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող այդ առավելություններից։ Այս տարվա առաջին 8 ամսում մեր երկիր այցելել է 1,493,000 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1%-ով, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածից 18%-ով ավելի։ Հայաստանից օդանավակայաններում ուղևորահոսքը 9 ամսում հասել է 4,335,000-ի, 5.6%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Արտակ Գևորգյան, Ռուբեն Մնացականյան, Կիրակնորյալ լուրեր։